Վասիլիսը Վոլոդինը ներկայացրել է 2025 թվականի ապրիլի աստղագուշակ։ Կենդանակերպի 3 նշանների սպասվում է անասելի հարստություն։ Ռուս հայտնի աստղաբան Վասիլիսը Վոլոդինան կանխատեսում է, որ 2025 թվականի ապրիլի ընթացքում կենդանակերպի նշանները շատ վառ հույզեր և իրադարձություններ են ապրելու։ Նա ասում է, որ ապրիլի ընթացքում կենդանակերպի բոլոր նշանները զգալու են հզոր էներգիայի ալիք։ Նրանցից ոմանց բախտը հատկապես կբերի, ոմանք անսպասելի շահույթ կստանան, իսկ ոմանք երջանկություն կգտնեն անձնական կյանքում։ Վոլոդինան վստահ է, որ մինչև ամսվա վերջ բախտը կժպտա ցուլին, կարիճին և ձկներին։ Ցուլ։ Ապրիլին ցուլերը ուժի ալիք կզգան և գործելու ցանկություն։ Նրանք վճռական կլինեն աշխատելու, մասնակցելու գործունեությանը և առաջ գնալու, հատկապես իրենց կարիերայում։ Աստղերը կաջակցեն իրենց ձգտումներին, իսկ ամսվա վերջին նրանք կստանան անսպասելի ֆինանսական հաջողություններ, գուցե ժառանգություն կամ բոնուս։ Աստղաբանը նաև խորհուրդ է տալիս ցուլերին ավելի մեծ ուշադրություն դարձնել երեխաներին, ովքեր իրենց աջակցության կարիքն ունեն։ Կարիճներ։ Կարիճների համար մարտը կլինի ընտանեկան ներդաշնակության և սիրավեպի ժամանակ։ Նրանց հարաբերությունները զուգընկերոջ հետ կբարելավվեն, իսկ ինտուիցիան կաշխատի ամենաբարձր մակարդակով, ինչը կօգնի ապագայի պլաններ կազմել։ Բացի այդ, շատ կարիճներ կզգան ինքնազարգացման կարիք, գուցե նրանք որոշեն դասընթացներ անցնել կամ կատարելագործել իրենց հմտությունները։ Այս շրջանը հատկապես հաջող կլինի բիզնեսով զբաղվողների համար։ Ձուկ։ Ձկները վերջապես կազատվեն ձմեռային բլյուզից՝ շնորհիվ իրենց կյանքում տեղի ունեցող հաճելի իրադարձությունների։ Սպասվում են աշխատավարձի բարձրացման կամ ավելի շահավետ աշխատանքների առաջարկներ։ Ստեղծագործությունն ու ոգեշնչումը նույնպես կլինեն լավագույնը։ Վոլոդինան խորհուրդ է տալիս ձկներին կենտրոնանալ նորացման վրա, սկսել վերանորոգում, սովորել նոր հմտություններ կամ գտնել նոր հոբբիներ։ Ֆիզիկական ակտիվությունը կօգնի պահպանել առողջությունը և էներգիա ավելացնել։ Աստղաբանը խոստանում է, որ այս շրջանը ուրախություն և հաջողություն կբերի հատկապես նրանց, ովքեր պատրաստ են փոփոխությունների և նոր հնարավորությունների։ Շարժվելով առաջ, ձեր ուշադրությանը կներկայացնենք կենդանակերպի 5 նշանների, որոնց խոսքերը միշտ իրականանում են։ Երբևէ հանդիպել եք մեկին, ում խոսքերը կարծես թե ձևավորում են իրականություն։ Այն մարդիկ, ովքեր ասում են կտեսնես, դա կլինի և հետո ինչպես կախարդանք դա տեղի է ունենում։ Նրանք ասես իրադարձությունները կանխատեսելու կամ նույնիսկ երևակայելու թաքնված ունակություն ունեն։ Աստղաբանությունը ասում է, որ կենդանակերպի որոշ նշաններ ավելի հավանական է, որ այս շնորհը ունենան։ Անկախ նրանից, թե դա նրանց բուռն ինտուիցիան է, թաքնված օրինաչափությունները նկատելու կարողությունը կամ բացահայտ նպատակասլացությունը, այս 5 նշաններն ունեն իրենց խոսքերը գործի դնելու արտասովոր ունակություն։ Նրանք կարող են ոգեշնչել, զգուշացնել կամ նույնիսկ ձևավորել ապագա։ Եկեք ծանոթանանք այս բառերի կախարդների բնավորության զարմանալի գծերին։ Կարիճներ։ Կարիճներին հաճախ սխալ են հասկանում, բայց մի բան հաստատ է՝ նրանց ինտուիցիան ածելիի պես սուր է։ Այս մարդիկ ուշադրության վարպետներ են, որոնք կարող են զարմանալի պարզությամբ տեսնել մարդկանց և իրավիճակները։ Նրանք կարող են պատահաբար մեկնաբանել. Ես այնպիսի զգացում ունեմ, որ դա տեղի է ունենալու։ Հետևանքները կանխատեսելու նրանց կարողությունը բխում է մարդկային էության խոր ըմբռնումից։ Կարիճները բնական դետեկտիվներ են, որոնք միասին հավաքում են նուրբ նշանները, որոնք ուրիշները բաց են թողնում։ Այս հմտության շնորհիվ նրանք գրեթե մարգարեներ են թվում։ Բայց զգույշ եղեք, նրանց ազնվությունը կարող է վնասել։ Զարմանալի չէ, որ կարիճներին հաճախ նկարագրում են որպես ուժեղ և խորհրդավոր։ Նրանց խոսքերին չի կարելի անլուրջ վերաբերվել, թերևս դա է պատճառը, որ շատ մարդիկ նրանց հանդեպ ակնածանքի և վախի խառնուրդ են զգում։ Աղեղնավոր։ Աղեղնավորը արկածախնդիր է, բայց թույլ մի տվեք, որ նրանց ազատամիտ էությունը ձեզ հիմարացնի։ Նրանք աներևակայորեն կապված են իրականության հետ։ Աղեղնավորները լավատեսության և գործնականության յուրահատուկ համադրություն ունեն։ Երբ ասում են, որ ինչ-որ բան տեղի կունենա, դա հազվադեպ է հիմնված ֆանտազիայի վրա։ Ընդհակառակը, դա հաստատվում է փաստերով, տրամաբանությամբ և փորձով։ Աղեղնավորները մյուսներից տարբերվում են գործերը վերջին հասցնելու կարողությամբ։ Եթե բան են խոստացել, վստահ եղեք, որ կկատարեն այն։ Հենց այս հուսալիության պատճառով է, որ նրանց խոսքերը հաճախ կշիռ են ունենում։ Աղեղնավորները նաև միտումների և օրինաչափությունների խոր զգացողություն ունեն, ինչը նրանց օգնում է կանխատեսել արդյունքներ, որոնք ուրիշները կարող են չնկատել։ Զարմանալի չէ,
չէ, որ նրանց վստահությունն իրենց կանխատեսումների նկատմամբ հաճախ հանգեցնում է նրան, որ նրանք ճիշտ են դուրս գալիս։ Կույսերը բացարձակ ռեալիստներ են, հայտնի լինելով իրենց բծախնդրությամբ, նրանք չմտածված հայտարարություններ չեն անում։ Եթե կույսը ինչ-որ բան է ասում, կարող եք վստահ լինել, որ դա հիմնավորվում է ուշադիր դիտարկմամբ և վերլուծությամբ։ Նրանք տեսնում են մանրամասներ, որոնք ուրիշները բաց են թողնում, ինչը թույլ է տալիս նրանց կանխատեսել արդյունքները զարմանալի ճշգրտությամբ։ Կույսերը գրեթե արտասովոր կարողություն ունեն զգալու, երբ ինչ-որ բան այն չէ։ Նրանց նուրբ բնածները հաճախ զգուշացնում են նրանց վտանգի կամ խնդիրների մասին, նախքան դրանք առաջանալը։ Սա ստիպում է նրանց կանխատեսումներին մարգարեական թվալ, թեև իրականում դա տրամաբանության և ինտուիցիայի համադրություն է։ Կույսի խոսքերը հազվադեպ են անլուրջ, նրանք չեն խոսում, քանի դեռ համոզված չեն, թե ինչ են ասում։ Այսպիսով, երբ նրանք խորհուրդներ են տալիս կամ կիսվում իրենց մտքերով, ուշադիր լսեք։ Այդ ամենը կարող է ձեզ շատ պետք գալ։ Ձկները կարող են հանգիստ և զուսպ թվալ, բայց թույլ մի տվեք, որ նրանց նուրբ պահվածքը ձեզ մոլորեցնի։ Նրանք ապագան գուշակելու անսովոր ունակություն ունեն։ Այս երասկոտ ջրային նշանը սերտորեն կապված է ինտուիցիայի և զգացմունքների հետ, որոնք հաճախ տանում են նրանց ապշեցուցիչ ճշգրիտ եզրակացությունների։ Երբեմն նրանց կանխատեսումները գալիս են պատահական մեկնաբանությունների տեսքով, իսկ երբեմն էլ վառ երազների միջոցով, որոնք կարծես հաղորդագրություններ են այլ աշխարհից։ Ձկները հայտնի են իրենց խորը երևակայությամբ և զգայունությամբ, ինչը թույլ է տալիս որսալ իրենց շրջապատող նուրբ էներգիաները։ Այծեղջյուր։ Ունենալով մեծ կարգապահություն և գործնական միտք, այծեղջյուրները ոչ միայն կանխատեսում են ապագան, այլև ձևավորում են այն։ Երբ այծեղջյուրն ասում է, որ ինչ-որ բան տեղի կունենա, դա սովորաբար նշանակում է, որ նա արդեն գծել է այն քայլերը, որոնք կհանգեցնեն դրան։ Այս երկրային նշանը հայտնի է իր ուժեղ ինտուիցիայով և ռազմավարական մտածողությամբ։ Այծեղջյուրները կերպարների և իրավիճակների հիանալի դատողներ են, հաճախ հստակ գիտեն, թե ինչ և երբ սպասել։ Պատահական չէ, որ նրանց խոսքերը հաճախ կրում են մարգարեության ծանրություն։ Նրանք մեծ ջանքեր են գործադրում համոզվելու համար, որ ճիշտ են։ Դե ինչ այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, շնորհակալություն ուշադրության համար, իսկ դուք չեք մոռանում բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին առաջիկայում սպասվող ավելի հետաքրքիր տեսանյութերը բաց չթողնելու համար։